Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ասպարեզի զրուցակիցը հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանն է, բարև ձեզ պարոն Միրզոյան։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր զրույցի թեման լինելու են վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում արձանագրվող բռնության դեպքերի աճը։ Պարոն Միրզոյան, նախ կցանկանայի խոսենք այդ մասին, ինչով կպայմանավորեք դրանք։ Նկատի ունեք ինչու է աճել բռնությունները վերջին ժամանակաշրջանում։ Ես կարծում եմ, որ սա սովորական ընթացք է հասարակության զարգացման, եթե իհարկե դա զարգացում կարելի է համարել։ Ուղղակի մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ իշխանության ղեկի մոտ հանցագործ տարրեր են գտնվում, բոլորին դժվար է հանցագործ համարելը, համենայն դեպս համակարգը, իշխանական համակարգը իր բնույթով հանցագործ է և նրանք ապրում են այդ կարգի մարդկանց օրենքներով և բնական է, որ դա պետք է հասարակության վրա երևա երևույթների տեսքով, որոնցից ամենասովորական կարելի է համարել հենց բռնությունները։ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանոմյանի հանդեպ կիրառվող բռնության դեպքի մասին եմ ուզում զրուցենք, ինչով դա կպայմանավորեք։ Լեռնային Ղարաբաղում նույն համակարգն է, Հայաստանի համակարգի, իշխանական համակարգի մասնաճյուղն է Լեռնային Ղարաբաղը։ Այնքան էլ ճիշտ չի, որ ասում են, թե իբրև Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, ինչ անկախ պետություն։ Այնտեղ կառավարվում է Հայաստանի օրենքներով, կարելի ասել Հայաստանի նշանակումներով, եւ հետեւաբար գործում է նույն օրենքը, կառավարման նույն համակարգը։ Հայկ Խանոմյանի նկատմամբ բռնությունը մի շարքային դեպք է այն բռնությունների շարքի, որը գոյություն ունի այս համակարգի, իշխանական համակարգի համար։ Ես կասեի, գոյություն ունի պետպատվերով հանցագործություն, երբ որ իշխանությունը պատվեր է իջեցնում իր սպասավորներին, ուրեմն մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու մանավանդ քաղաքական գաղափարակիր մարդկանց նկատմամբ։ Դրանցից մեկը Հայկ Խանոմյանն է եւ նա անդիմադիր է կուսակցության նախագահ։ Մենք նրա ելույթները, սուր քննադատությունները շատ անգամ ենք լսել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասին եւ պարզ է, մի օր պետք է նրան հասկացնեին, իշխանությունը նրան հասկացներ, որ դա լեզուց շատ է երկարել։ Եկեք հիշենք, թե ինչպիսի դեպքեր են կատարվել, սկսած հիմնադիր խորհրդարանի ավտոմեքենաների այրվելու պատմությունը։ Մի գիշերվա մեջ մի քանի մեքենա, կարելի ասել միաժամանակ, որը խոսում է, որ սա կազմակերպված հանցագործություն է եւ ոչ մեկը չի բացահայտվում։ Այնուհետև գալիս են շարքային բռնությունները Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, Անի Սյուզիի նկատմամբ, Անիի նկատմամբ, այնուհետև ինչու՞ չէ, հունվարի 31-ի դեպքը Բերձորում, նույն ձեռագրով, նույն ձևով, պետական հովանավորչությամբ, այս սա ամենաակնհայտ օրինակն է, այդ հունվարի 31-ի դեպքը, որ իշխանությունը հովանավորում է հանցագործներին, հանցագործ տարրերին եւ նույնիսկ որոշակի բացահայտ մասնակցություն է ունենում, որտեղ մենք տեսնում ենք այնտեղ եւ հերոստանգերության լրագրողներ ենք տեսնում, համազգեստով պաշտոնյալ մարդկանց ենք տեսնում, մի մասին կարելի է ճանաչել։ Ջարդեցին, փշրեցին, ծեծեցին, ոչ մի բացատրություն չտալով եւ հետ ուղարկեցին այդ պետական հանցագործությունը ինչ արձագանք գտավ։ Բնական է, որ գործնականում ոչ մի արձագանք, մի երկու մարդիկ երևի թե մի քիչ չափն անցել էին եւ նրանց նկատողություն տվեցին։ Եվ ինչու՞ չէ խոսենք նաեւ իմ դեպքի մասին։ Ես ինքս ենթարկվել եմ պետպատվերով, այսպես ասած, բռնության, անցել է Հանրակահարության դեպքը չէ Գյումրիում։ Այո, հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ մարտի 28-ին Գյումրիում ես ստացել եմ մարմնական ծանր վնասվածք։ Անցել է մի տարի 2 ամիս։ Նախաքննությունը շարունակվում է։ Այդ ինչ նախաքննության մասին է։ Վերջին անգամ ես որպես բուժող հարցաքննվել եմ մի քանի ամիս առաջ։ Իսկ դրանից առաջ եթե հարցաքննվել եմ, ապա բարբերությունը երևի թե մի քանի ամիսը մեկ կանչել են երկու նախադասություն հարց են տվել ու ասել են դե գնաք հողորցին։ Իմ դիմումները գլխավոր դատախազին, գլխավոր քննչական վարչությանը
ոչ մի արդյունք չեն տվել, բոլորը պատասխան նախաքննությունը շարունակվում է։ Ինչքան կարող է շարունակվել մի նախաքննություն մի դեպքի մասին, որտեղ մասնակիցը ընդամենը 2 մարդ են հանդիպել իրար, որոնցից մեկը այդ հանդիպումից ուրեմն մարմնական ծանրավնասվածք է ստացել, մյուսը թողել փախել է։ Եվ այդ մասին կան տեսագրություններ, փախչելու տեսարան։ Այս տեսեք, երբ որ արագաչափերին վրա կրակեցին, անմիջապես հայտնաբերվեցին եւ պետությունը ցույց տվեց, իշխանությունը ցույց տվեց, որ տեսեք, հանկարծ այսպիսի բան չանեք, տեսեք անմիջապես կբռնենք։ Կպել էին իրենց լափին այդ կրակողները։ Դա ճանապարհ չի իհարկե, ավերելով, ջարդելով, փշրելով ինչ որ մի արդյունքի հասնել։ Բռնությամբ արդյունքի չեք հասնի։ Իսկ իշխանությունը գնում է այդ ճանապարհով, դա հանցագործների ձեռագիրն է։ Ես կարողացա պատասխանել։ Պարոն Միրզոյան, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի օրոք տեղի են ունեցել պետպատվերով հանցագործություններ, բայց նախագահներից ոչ մեկի օրոք այդ խոշոր հանցագործությունները չեն բացահայտվել։ Ի՞նչն է պատճառը դրա։ Չեն էլ բացահայտվի, դուք կարծեմ թե կրկնեցիք իմ խոսքը, պետպատվերով հանցագործություն։ Այո, պետպատվերով հանցագործությունները ոնց կարող են բացահայտվել։ Հոկտեմբերի 27 մարտի 1։ Դրանից առաջ սկսենք Տեր-Պետրոսյանից մի քանի քաղաքական սպանություններ, երևույթին երբեմն նույնիսկ սպանվում էր կլանի ներկայացուցիչը։ Բռնության էր ենթարկվում կլանի ներկայացուցիչ, այստեղ կարելի ասել ոչ թե գաղափարական խնդիր էր, այլ թալանը չկիսելու, ինչպես հանցագործների մոտ է լինում։ Դժբախտաբար անկախության տարիներին Հայաստանում իշխանությունները արագ դեֆորմացվեցին եւ վերածվեցին ուղղակի հանցագործության աղբյուրների։ Պատվերով հանցագործություններ են կատարվում իշխանությունների դրդմամբ, հովանավորչությամբ, նրանք իհարկե չեն բացահայտվելու։ Տեսեք, Սուրիկ Խաչատրյանի Լիսկայի դեպքը։ Արդյոք հետ կանչեցին։ Միայն մի պատճառով, ես այլ բացատրություն չեմ գտնում, որ նա կարող է իրենց մեթոդով, այսինքն բռնությամբ այդ մարզը կառավարել, իրենց ասածը, իրենց կանոնը, իրենց զակոնը մարդկանց վրա կիրառել։ Դա է այս իշխանությունների ձեռագիրը։ Պետք է ասեմ, որ իշխանությունները իհարկե իրենք չեն բարեկարգում, ուղղակի կատարելագործում են իրենց մեթոդները աշխատելու, իրենց այս բռնությամբ աշխատելու մեթոդները։ Եվ այդ բռնության ձևերը միայն ֆիզիկականը չի, մենք տեսնում ենք միայն արտաքինը, այն ինչ որ մամուլի միջոցով բացահայտվում է կամ մամուլը իմանում է դրա մասին։ Հասարակության մեծ մասը, ես պնդում եմ, որ այսօր բռնության ենթակա է, ապա հարցրեք որևէ մեկին կարող է բացահայտ խոսել։ Չեն կարողանում։ Որովհետև այից հարցնում են, հեռախոսդ մոտ է, ասում եմ այո, ասում են մենք հիմա այդպիսի հարցեր մեզ միտու։ Այսինքն հարցեր, որոնք վերաբերում է կառավարության գործունեությանը։ Մարդիկ վախենում են, վախի մթնոլորտի մեջ են ապրում։ Այս հասարակությունը, այս իշխանությունը այնպես է ստեղծել, որ վերադառնում են 37-ական թվականները, այդ մասին հիմնադիր խորհրդարանը նոր ստալինիզմի վերադարձի մասին հայտարարություն արեց, եւ դա դատարկ խտեր չեն, իսկապես այդ դա գոյություն ունի։ Բայց օրինակ Facebook-ում ու այլ սոցիալական ցանցերում մարդիկ ազատորեն իրենց կարծիքն արտահայտում են, բայց բանի տեղ տնող չկա այդ կարծիքին։ Դա էլ մի ճանապարհ է։ Այսինքն տալիս են մի միջավայր, գնացեք այստեղ խոսեք, իսկ այդ Facebook-ի միջավայրը լիքն է ֆեյքերով, եւ խոսեք, թույլ են տալիս նաեւ խոսել։ Բռնության կանոններից մեկը սա է։ Ես ասեմ, որ մեր իշխանությունը իր ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմի մեթոդոլոգիայով է աշխատում։ Ահաբեկման, ճնշման, թույլ են տալիս խոսեք, որովհետև այդ հայհոյողների մեջ մի տեսակ ֆրուստրացիա լինում, բացահայտում, տեսնեմ դու ով ես, ինչ կարծիք ունես։ Իսկ հետո քեզ կկանչեն, կգան քոտուն որպես սոցիալական աշխատող եւ կհարցնեն, թե դու ես ինչպես ես ապրում, որն է քո եկամուտի աղբյուրը։ Մենք սոցիալական աշխատողներ ենք։ Ու հաստավից մեկը գալիս է այդպես է ներկայանում, առանց պատկերացնելու, որ մարդիկ հասկանում են, թե ինքը ով է, ինչու է եկել։ Եվ այսպես կամ նույնիսկ մարդկանց վրա աշխատում են ընտանիքի անդամների միջոցով։ Չկարողանալով ինձ վրա ազդել, իմ ընտանիքի անդամների վրա միջոցով են փորձում վրես ազդել։ Ես վստահաբար ասում եմ, որ մեր պետությունը այսօր ենթարկվում է պատերազմի կանոններով, ուրեմն բռնության Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի
կանոններով։ Դե թող մեր իշխանությունները թույլ չտան, չենթարկվեն բռնության, ամեն ինչում չէ, որ ասեն կարտակին ուժերն են մեղավոր, էլի։ Միշտ էլ գտնվեն մարդիկ, որոնց կարելի է իշխանության վրա դնել, եւ միշտ նրանք հաճույքով իրենց տերերի պատվերը կկատարվեն։ Ցավոք սրտի այսօր մեր այսպես կոչված իշխանությունը հենց այդ ուղղությամբ է աշխատում։ Մեր իշխանությունը վստահաբար ազգային կամ պետական շահով չի առաջնորդում են իրենց գրպանի, իրենց կլանի, իրենց ողմակի, իրենց հանցագործ շայկայի շահերով։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ ունեն համակիրների ինչ-որ խմբեր, որոնք չեն ընդունում, որ իրենց առաջնորդները վատն են, որ իրենց կառավարման տարիներին Հայաստանում տնտեսությունը վատ վիճակում է գտնվել, արտագաղթ է տեղի ունեցել մեր երկրից, չեն ընդունում, որ այս 3 նախագահների իշխանության տարիներին պետ պատվերով սպանություններ են իրականացվել։ Ես մի փոքր կցանկանայի, որ մանրամասնենք պետական մակարդակով կազմակերպված հանցագործությունների մասին։ Ցանկացած մեկը ով հիշողություն ունի քիչ թե շատ կարող է հիշել։ Սկսենք Ղանդիլյանի սպանության դեպքից, սկսենք Սիրադեղյանի կազմակերպած հանցագործությունները, ինչ բացահայտվեց։ Ղանդիլյանին ինչի համար սպանեցին։ Պարզ պատճառով մարդը ասել էր, որ այդ երկաթուղով, որ դուք կրում եք այդ մազութը, իսկ հետո ցույց եք տալիս, որ այսքան քիչ եք բերել, դա պետք է երևա։ Ղանդիլյանը քիչ թե շատ պետական մտածողության մարդիկ էր, եւ իշխանության էին եկել ավազակները, այսինքն եկել էին մարդիկ, որոնք արագ դարձան ավազակներ, փոխվեցին ավազակների, տրանսֆորմացիայի ենթարկվեցին։ Ղանդիլյանը մի մարդ էր, որը դեռևս պետական մտածողություն ուներ։ Վերացրին արագ, որովհետև բացահայտվելու էին թալանի դեպքեր։ Ով այդ մասին, սա ժողովրդի մեջ տարածված խոսակցությունն է, ես ընդհանրապես այդ եմ ասում։ Դժվար է բավական, այդպես փաստեր ներկայացնել, որ գիտեք իշխանությունները պետ պատվերով են դա իրականացրել։ Գիտեք, եթե նույնիսկ փաստեր էլ ունենանք, այդ փաստերի նախ մենք չենք կարող իրապետել։ Շատ է պատահում, որ դու դիմում ես ոստիկանություն, որ այսպիսի դեպք է կատարել, ոստիկանությունն ասում է, այդ մարդուն ցույց տուր, գտի դերասա, ցույց տուր ես ասեմ, բայց չէ որ դա քաղաքացու ֆունկցիան չի։ Ինչպես նաև ֆունկցիան չի քաղաքացու բացատրել, թե ինչու է սպանվել Ղանդիլյանը կամ սպանվել է արդյոք թե իր մահով է մահացել։ Դա իշխանության ֆունկցիան է, իսկ արդարադատությունը իշխանությունների հլու հպատակ ծառան է։ Սպասարկում է իշխանություններին, մասնակիցն է, իշխանությունների գործած ոճրագործությունների թաքցնողն է։ Այստեղ հնարավոր չի որևէ բան փաստացի ապացուցել։ Ես միայն մի բան կասեմ, եթե դա այդպես չի, փոխվի կյանքը։ Փոխվի կյանքը, մենք տեսնենք, որ տարեցտարի հանցագործությունների, մանավանդ այսպես հնչեղ քաղաքական նշանակության կամ քաղաքական ձերբակալվածների քաղաքական նկատառումներով ձերբակալվածները ուրեմն քչանում են, այդպես չի այստեղ, շարունակվում են նույն վիճակը։ Ինչ վերաբերում է թե ինչպես եղավ այդ զարգացումը, այո, սկզբում մարդիկ ժողովուրդը ողջավորված էր եւ մտածում էր ապրել անկախ հասարակությունում, քաղաքակիրթ հասարակությունում։ Սակայն արագ ուշքի եկած Ռուսաստանը կարողացավ իր մարդկանց նշանակել, իր միջամտությունները մտցնել, վերջապես ներդնել մեր քիչ թե շատ ազնիվ իշխանավորների կողքին իր ներկայացուցիչներին։ Դե հա, Ռուսաստանն է չլիներ, մեկ այլ խոշոր պետություն լիներ, նման թույլ պետությունների հետ այլ կերպ չէր կարող վարվել, հա։ Այստեղ խնդիրը իսկապես միանիշ մեղադրել Ռուսաստանին, Ռուսաստանն այստեղ ոչ մի մեղք չունի։ Այստեղ խնդիրը այն է, ինչպես այնքան մեղք չունի, օրինակ կարելի է ասել գայլին, թե ինչու է ինքը որսով սնվում։ Այդպես է ստեղծված։ Դա խոշոր կայսրապետությունների հատկանիշն է, նրանք պետք է կուլ տան մանրերին։ Ուրիշ խնդիրը, որ այդ մանրը պետք է թեկուզ մոծակի պես խայթել իմանա։ Մենք չկարողացանք դա անել։ Բացի այդ, իսկապես մենք պատկերացում չունեինք, որ մեզ թվում է, թե քանի չեն կրակում, ուրեմն պատերազմ չկա։ Իրականում արդեն վաղուց է այդ պատերազմը գնում, որի ժամանակ չեն կրակում, ուղղակի ահաբեկում են, տնտեսությունը քայքայում են, տնտեսության գլխավոր ոլորտները
սեփականացնում են, իսկ հետո նորից քայքայում են, ֆինանսական համակարգը քայքայում են, բայց ամենակարևորը ժողովրդին վերենացում ամբողջի, այդ ժողովրդին զրկելով ազգային ինքնուրույնության հատկանիշներից եւ հիմնականը գաղափարախոսությունից։ Մարդկանց վերենացում ուղղակի կենթանիների, որոնք ապրում են, ուտում են ապրելու համար, գաղափարական չեն, ամբողջ են ուղղակի։ Սրա մասին է խոսքը։ Կարող է մենք ենք մեղավոր, կարող է մենք ենք մեղավոր։ Մշակույթով, քայքայելով այդ թվում է թե ոչինչ ոչ մեկ չի զիջում, ոչ մեկը չի ասում լավ։ Էս ինչ են ցույց տալիս։ Դե լավ է, գրաքննություն չկա, ինչ կարող են հերոստատեսությամբ ցույց են տալիս։ Բայց իրականում մենք տեսնում ենք, թե դա ինչպես է արտահայտվում հասարակության գաղափարական շերտերի վրա։ Հասարակությունը գաղափարազրկվում է, հասարակությունը վերեացվում մարդկանց համակեցության ուղղակի, որտեղ մեկը մյուսին հոշոտում է, մյուսն ասում է, քանի ինձ չեն հոշոտել ոչինչ։ Շնորհակալություն հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք այսօր ասպարեզի զրուցակիցը հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանն էր, հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։